Բարև ձեզ, այսօր հրաշալի ընտանիք է իմ հյուրը, 44-օրյա պատերազմի մասնակից Վարազդատ Սանեյանը, իր կինը Սոնան եւ Լեոն, որ շուտով 2 տարեկան է դառնալու։ Վարազդատ 2 տարի առաջ ենք հանդիպել, դեռ Լեոն չէր ծնվել։ Ինչպիսին է հիմա ձեր զգացողությունը հայրիկի դերում։ Մամա։ Զգացողությունը աննկարագրելի կարելի ասել, հա։ Շատ է ուրախացրել մեր առօրյան, փոխել է ապրելու, ոգևորելու մեծ էներգիա է տվել Լեոն։ Օրը ոնց է սկսվում, ոնց է անցնում։ Օրը սկսվում է կարելի ասել Լեոյի ճիչերով, այո։ Հա, կարելի ասել Լեոյով արդեն, որովհետև Լեոնը արթնացնում։ Շատ է կապված հետս Լեոն, այն ամբողջ ջերմությունը, որ տվել ենք Լեոյին, շատ կապել է։ Լեոյով կարելի ասել օրը սկսվում է, Լեոյը վերջանում է, ոնց է էլի օրը դառնում, կարելի ասել։ Ես մեր հերթատոներին ասեմ, որ Վարազդատը Սոնան Լեոն մեքենայով են եկել, Վարազդատը մեքենան վարելով Սևանից եկել եք Երևան։ Այո։ Պատմեք, ոնց եք այդ ամեն ինչը կարողանում անեք, Սոնա, ինչ զգացողություն է, երբ Վարազդատի կողքը հպարտ նստած գալիս եք։ Ես տեսագրությունները անդադ հետևում եմ։ Նկարագրել այս պահին չեմ ասի դժվար է, ուղղակի բառերն են շատ քիչ նկարագրելու, ինչ ես դու զգում։ Այն որ Վարոյի կինն եմ, այդ արդեն ամեն ինչ ասում է։ Այն որ միասին ենք հաղթահարել ամեն ինչ ու ունենք այսպիսի հրաշք բալիկ, այդ էլ է խոսում ամեն ինչի մասին։ Մենք, այսպես ասեմ, հա, սերով, սիրով, ժպիտով նստում, ժպիտով դուրս գալիս, չգիտեմ, ամեն ինչ հիմնականում իրականանում է, խոսալով, զրուցելով անցուդարձով, հա, այսպես։ Սոնա, ճանապարհին չեք անհանգստանում, ամեն դեպքում երկար ճանապարհ եք գալիս։ Չէ, շատ հանգիստ նստում եմ Վարոյի կողքին։ Ես տեսա տեսակություններով, այնքան հանգիստ եք եւ Վարոն էլ այնքան ինքնավստահ է Վարոն եք։ Հա, մենք, չէ, սա որել ենք մենք շատ հանգիստ բոլորս։ Մենակ ես չեմ, մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ այնքան հանգիստ, որ կարա եւ Վարոն մենակ մեր երեխեքին տանի պտտի մեքենայով։ Ես նկատել եմ, որ ներքին ուժ կա, որ դժվար է նկարագրել։ Մարդիկ կան, որ երկու ձեռքն էլ կա, բայց այդ ուժը չկա։ Փոքրուց է ձեր մեջ եղել, թե դժվարությունների միջով անցնելուց է։ Մանկությունից սկսվում է, հասկանում ես էլի, որ կյանքը ունի տարբեր փորձություններ։ Փորձությունները ու այդ ամբողջ ներուժը, կամքի ուժը ես միշտ ասել եմ ու եմ կրկնում, ի վերուս տրված է Աստծո կողմից։ Ես չեմ պարծնա երբեք, որ ես ինքս եմ կարողանում այդ ուժը իմ մեջ հավաքելու, մեքենան վարել եւ մնացած հարցերը, այդ ամեն ինչը տրված է Աստծուց միայն։ Վերջի դեպքից հետո հատուկ ուժ եք զգում, թե դա միշտ է եղել ձեր մեջ։ Այսինքն, այս փորձությունները ավելի ուժեղացրել են ձեզ, ինչպես է, որովհետև տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է չէ լինում։ Կան մարդիկ, ովքեր ընդհակառակ ավելի թուլանում են, կան մարդիկ, որ ավելի շատ բան կարող են անել, բայց չեն էլ փորձում արդեն անել։ Այս վիճակս արդեն 20 թվականից մինչև օրս ինձ ավելի է տվել ուժ, որ ես չպետք է հետ նայելը մենակ կլինի այն դեպքում, երբ որ մենք ափսոսանք ունենք, որ մեր տղաները չկան, էդ է։ Առաջ նայելով, պետքա պայքարելով այս կյանքը հաղթահարես բոլոր փորձությունները։ Ու կամքի ուժը, այն ուժը, որը որ տրված է Աստծուց, դա պետքա ոգևորված հաղթարելով տանել առաջ։ Չպետք է երբեք հուսահատվել ինչ կլինի քո հետ։ Մարդու ուղեղն է կարևոր, որ աշխատում է։ Այսինքն գիտակցումը հասկանում է։ Այսօր մարմնի մասերը չի, որ պետք է մարդու կյանքը փոխի, ավելի վատթարացնի մարդու կյանքը եւ նմանատիպ բաներ։ Պետք է այս ամեն ինչից ավելի ուժ հավաքի մարդ ու չկոտրվի երբեք։ Քանի որ անկում մի քայլ է ընդհանրապես, եթե չես պայքարում, ուրեմն միանգամից դու կարող ես հայտնվել այնտեղ, որտեղ որ լավ տեղ չի։ Որովհետեւ անդադ նոր բան եք սովորում, անդադ փորձում եք սա էլ անել, նա էլ անել։ Այս տեսակով այնպեսին են, որ ոնց որ դուք նշեցիք, ես չեմ ուզում էլի, որ ամեն ինչը թողեմ, ասեմ, լավ է, ձերքեր չունեմ, թող անեն, էլի մեկը անում են, բայց չէ, այդպեսին չի էլի իրականում։ Պետքա հոգին կարևորը մարդու առողջ լինի։ Մարդիկ կան ձեռքեր ունեն, ոտքեր ունեն, բայց ամեն փոքր բանից թևաթափ են լինում, որոշում են էլ քայլեր չանել, էլ չպայքարել։ Տղամարդկանց եմ հանդիպում, որ ֆիզիկապես ուժեղ են, բայց ներքուստ այնքան ամեն ինչից վախեցող, չեն փորձում որևէ նոր բան անել, ամեն իրավիճակից ընկճվում են։ Ես կարող եմ նշել
ինչից է դա, իմ իրական փորձից, եթե մարդ Աստծուց կտրված է լինում, չի հավատում, հավատք չունի, այդ ամեն ինչը հենց խանգարում է իրան։ Ամենամեծ սխալ չասեմ, որ որևիցե մեկին չնեղացնեմ, բայց եթե այսօր մարդ հավատք չունեցավ Աստծու չհավատաց ու մտածեց այդ ինչը որ կատարվում է դե բախտն էր որ տենց եղավ, չէ, նման խոսակցությունները ես տեղ չեմ տալի։ Պետք է Աստծուն հավատալ, ինչ էլ որ լինի։ Այսինքն եթե դու ինչ որ բան անում ես, պիտի հավատաս, որ լավ կլինի, ինչ էլ որ անես։ Միանշանակ հավատն է ամենաառաջնային տեղում ու ամենակարևորը համբերությունն է։ Պետք է համբերատար լինել։ Եթե այսօր համբերատար չլինես, հավատ ունենաս, միգուցե այդ հավատը թերիկ չանի, որ դու ինչ որ բանին հասնես, եթե համբերություն չունենաս։ Նաև հասարակական գործունեությամբ եք զբաղվում, հասարակական կազմակերպություն եք ղեկավարում, չէ՞, զբաղվում։ Այո, հասարակական կազմակերպությունը ղեկավարում եմ, բայց այս բայդրությամբ դադարատված իմ թույլտվությամբ ժամանակավոր դադարեցում եմ տվել իմ անձնական գործերի համար։ Պրոթեզների հարցով եմ ճիշտ ասած զբաղված։ Եթե որ վերջացնեմ, ես արդեն ոնց որ ասած գլուխս հանգիստ էլի ես կարող եմ այդ կազմակերպությունով զբաղվել։ Մենք նախորդ զրույցի ընթացքում էլ պրոթեզի հարցը քննարկեցինք, եղան մարդիկ, ովքեր հանգանակություններ արեցին, որ լավ պրոթեզ կարողանաք գնել, բայց քանի որ դեռ այդ պրոթեզը չեք գտել, գումարը տրամադրել եք զոհված տղաների շիրմաքարի լուսավորության համար։ Այո, ճիշտ է, գումարը չի հավաքվել այնքան ինչքան որ կարիքը կար, որ պետք է այդ հարցը լուծում ստանար։ Ես էլ ինքս որոշեցի, որ պետքա նմանատիպ կազմակերպություն բացեմ, ես ինքս իմ հոգու պարտք չասեմ, բայց ես ինքս ինձ էլ որոշակի մեղավոր զգալով, որ ես ապրում եմ, բայց իմ կողքի տղաներ կան, որ հավերժի ճամփան են բռնել։ Ես որոշեցի, որ նմանատիպ բան կազմակերպեմ, անձնապես հանդիպել եմ զոհվածների ծնողներին, մեր Սևան համայնքի բոլոր զոհվածները, ովքեր որ կան, իրանց ծնողներին եմ հանդիպել անձնապես։ Իմ խոնարհումն եմ տվել ու ես տղաների գերեզմանոցն եմ լուսավորել, հույս երեկո եմ կազմակերպել տղաների համար ու նմանատիպ բաներ եմ արել, որը որ արդեն հայտնի է, էլի բոլորին կարելի ասել։ Այնպես չի որ մեծ տարածում է եղել այդ ամեն ինչը, բայց ովքեր որ արդեն գիտեն, տեսել են, դա ինձ համար արդեն հերիք է, որ ես հանգիստ լինեմ էլի, որ ես դա կարողացել եմ անել։ Սունատ, այս պահին դուք չեք աշխատում, բայց մասնակցում մանկավարժ եք։ Այս պահին գտնվում եմ ֆիզարցակուրդում, չեմ աշխատում, մասնագիտությամբ մանկավարժ եմ, ինչպես նշեցիք, բանասեր։ Օրը սկսվում է Լեոյով։ Լեոյի հետ արթնանում ենք, Լեոյի հետ խաղում, Լեոյի հետ տան գործեր, Լեոյի հետ զբաղվել, առօրյա գործերով։ Հետո հիմնականում նորից Լեո։ Լեոն ում է նման, Խառնվածքով, ես կասեի Վարոյին է նման, որովհետև ինքը ակտիվ է, պրպտող է, եթե ինքը ինչ-որ մի բան ուզում է, անպայման պետք է այդ ամենին հասնի։ Նման է Վարոյին, որովհետև Վարոն էլ է այդ տեսակ, կապ չունի ինչ վիճակով ու ոնց, ինքը եթե մի բան ուզեց, ուրեմն այդ ամենը պետք է լինի։ Ես տեսագրություններում նաև գրկում եմ Վարաստատը երեխայի։ Հա։ Այո, Վարոն գրկում է իր բալիկին։ Վերջում այդ գրկախառնությունը կկազմակերպենք նաև։ Ես ձեզ հետ հեռախոսով կապի մեջ եմ եղել, նաև կարողանում եք գրել։ Այո։ Թողնենք մի հատ պապային հախոսը։ Որ լինում եմ կարճաթևով։ Լեոդներից։ Որ լինում եմ կարճաթևով, ես ձերքից օգնությամբ ես կարողանում եմ օգտվել հեռախոսից, որ երկարաթև եմ լինում, գտիս օգնությամբ եմ էլի օգտվում։ Հիմա կարող եմ Դեմ որ կարող եմ գրել։ Որև ես պապան թող միացնի, նորից կտա քեզ, հա։ Սունա, Վարազդատը դուք կողքից եք տեսնում, շատ է աշխատում, անդադ փորձում է ինչ-որ նոր բաներ անել, ավելի հեշտ է ստացվում։ Չէ, հեշտ է ստացվում, այդքան չի տանջվում, որ վայ, ես ինչ բան է ստացվում է շուտ, որ դաժե մի պահ որ իմ մոտ ինչ-որ մի բան չի կստացվի, հանգիստ տեղի, Այսինքն ձեզ լավ կլինի մոտիվացնու։ Հա, Վարոն ինձ շատ է մոտիվացնում, որովհետև որ ես մտածում եմ, վայ, այս մի բանը չի ստացվի, չեմ կարողանա անել եւ այլն, ինքն ասում չէ, անպայման կստացվի։ Իսկ որտեղ լինում է, որ տարբեր դժվար վիճակներում գտնվող մարդիկ կան, փորձեն խորհուրդ հարցնել։ Տեսեք, խորհրդի կարգով, այսպես ասած, չեմ ասի, որ անձնապես մոտեցել եւ խորհուրդ են հարցրել, բայց տեսանյութերս տեղադրելով
կոմենտարիաները կարդալով ես հասկացել եմ, որ մարդիկ իմ տեսանյութերը տեսնելով իրանք արդեն իրենց հարց տալով կարելի ասել շատերն են, որ թե մենք չպետք է էլի տրտնջան երբևիցե տենալով այս տղայի կարգավիճակը ու իր կամքի ուժը, որը որ ունի։ Միշտ որ եղել է, ասենք հանրության մեջ դուրս գալով տեսել են ինձ, ասենք մոտեցել իրան շնորհակալություն են ասել։ Պարզապես ես մի քանի հարց ունեմ, նաև Սոնան էլ ընթացքում կարող է պատասխանել։ Սովորաբար կարճ եմ պատասխանում այդ հարցերին, բայց կարող եք նաև երկար պատասխանել։ Ձեր կարծիքով կա ճակատագիր, թե ամեն ինչ մարդու ձեռքերում է։ Ոչ կա ճակատագիր, ոչ կա որ ամեն ինչը մարդու ձեռքերում, ամեն ինչը Աստծո տրված։ Ես էլ եմ այդպես կարծում, որովհետև Աստված տվել է բանականություն, խելք, միտք ու հիմնականում չէ, ամեն բան էլ Աստծուց է կախված։ Ես տեսա, որ դուք Աստվածաշունչ եք կարդում, ձեր ընտանիքում այդպիսի ավանդույթ ունեք, թե վարազդատն է հիմնականում կարդում։ Մենակ վարազդատը չէ, մաման էլ է կարդում։ Հիմնական այդպես որ ասեմ, կարդացող մաման ու վարազդատն են։ Մենք հատվածներ, ինչ որ հետաքրքրող մասեր։ Վարազդատ ով է ուժեղ մարդը ձեր կարծիքով։ Ուժեղ մարդ իմ կարծիքով, ով էլի ունի հավատ առաստված։ Իսկ խելացի մարդը։ Նույնպես խելացի մարդն էլ, ով ունի հավատ առաստված ու ամեն ինչը չի վերագրում այնպես, որ ինքն է խելացի ու իրանից խելացի մարդ գոյություն չունի, այլ որ իր խելացիությունն էլ էլի առաստված է։ Այսինքն այդ ամեն ինչը տրվում է Աստծուց։ Սունա առօրյայում ինչ կա, որ վարազդատը անում է ու ձեզ զարմացնում է, որ դա էլ է անում կամ հիացնում է։ Չեմ զարմանում։ Արդեն ճանաչում եք։ Գիտեմ արդեն իրեն, իր տեսակը ու ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Հիացնել հիանում եմ ամեն օր, հիանում եմ ամեն ինչով։ Ամեն բան այն ամենամանրուքից սկսած ինչև այն ամենամեծ բանը հիացնող է ինձ համար, որովհետև ինքը ամեն օր արտանում է նոր ուժով, չկոտրվող տեսակով։ Ամեն օր ինքն արտանում է չկոտրվող տեսակով, որ այս մի բանը եթե 3 անգամ չի ստացվել, այսօր անպայման ստացվելու է։ Օրինակներ կբերեք։ Օրինակներ, որպես այդպեսին հիմա դժվար թե հիշեմ։ Վարազդատ դուք հիշեք։ Օրինակներ, հա, ես գործերի հետ կապված, ասենք, թե կլինի հիվանդանոցների հետ կապված, միգուցե ասենք, որ հիվանդություն կառաջանա, որ ասենք կոտրվեն այդ բանը, որ թե խի է սենց եղավ, խի սենց պետքա լիներ, ես այդ ամեն ինչը չեմ նայում էլի, որ խի սենց պետքա լիներ, դա սխալ խոսք է։ Դա էլի հաղթահարելի փուլ է, որ պետքա մարդ հաղթահարի։ Ծանր օր կարող է եւ լինի, որ մտքերով ես լինում ու որ ասենք այդ օրը քո համար համարվում է որպես ծանր օր, սենց ասեմ, հետո որ ասենք լույսը բացում է թարմ ուղեղով կարելի ասել արդեն որ հասկանում ես որ երեկվա օրը ուղղակի օր է որ անցավ։ Այսինքն մենք ենք ամեն օրը ծանրացնում ու մենք կարանք ամեն օրը թեթևացնենք, դա մեզանից է գալի։ Ամենաերջանիկ պահերը օրվա ընթացքում որոնք են։ Ամենաերջանիկ պահերը նա է, որ ամեն օր արթնանում ես ընտանիքիդ բոլոր անդամների հետ միասին օրը լավ սկսվում է, բոլորը լավ են, բոլորը առողջ են, այդ ամենալավ ու երջանիկ պահերից մեկն է, որ օրը լավ անցնում է ընտանիքի հետ միասին։ Լեոյի հետ ինչ խաղեր եք խաղում։ Տարբեր խաղեր ենք խաղում, հավատացեք, որ եթե Լեոն ու եղբորս տղան Սարիբեկը, որ սկսում եմ արդեն իրանց հետ ինչ-որ ասենք զբաղմունք անել, դե երեխաները այնպեսին են, որ հասկանում են, եթե մոտեցում է տալի մեծը, կապ չունի, ասենք հայրիկ կլինի, հորեղբայր կլինի, իրանք արդեն ավել են, չէ, աշխուժանում։ Տարբեր ասենք մարզումներ եմ սովորացնում Սարոյին, Լեոյին, ասենք օրինակի համար ասում հայ, այս մարզումները ասենք այսպես արեք, ես ինքս փորձ միացույց եմ տալի ու իրանք անում են, էլի։ Ինչպիսի մարդ եք ուզում, որ մեծանա, ինչպիսի ապագա եք պատկերացնում Լեոյի համար։ Կուզեմ Լեոն մեծանա այնպիսի մարդ, առաջնային ունենա հավատը, առաստված, հետո հարգել իմանա մեծերին, այնպիսի մարդ մեծանա, որ մենք ամեն օր իր կյանքը տենալով, ամեն քայլափոխը տենալով մենք ուրախանանք այդ ամեն ինչից։ Չեմ կարող ասեմ որպես մասնագիտությունը ինչ կարա դառնա, բայց մարդկային հատկանիշներ եթե մարդ ձեռք բերեց, ուրեմն մնացածը կլինի իմ կարծիքով ու ավելի լավ կլինի։ Ես տեսնում եմ ձեր հարաբերությունները Սոնայի հետ, այդ ջերմությունը նաև կա ձեր ընտանիքում, ձեր եղբոր հետ հարաբերությունները, ոնց եք դուք իրար ուսուսի տված, ինչպես է դա դաստիարակվել ձեր մեջ։
փոքր տարիքից է եղել, թե որ միասին ծառայել եք, որտեվ ձեր վիրավորվելու պատմությունն էլ այն մասին է, թե ոնց եք դուք իրար պահել, դուք վազել եք, որ փրկեք ձեր եղբորը, հետո ձեր եղբայրն է վիրավոր, վազելով եկել ձեր ընդառաջ։ Այդ կապը ինչպես է սերմանվել ձեր մեջ։ Կապը սերմանվելն է դեռ փոքրուց։ Մանկուց մեր հայրիկը արտաքին աշխատանքի է միշտ եղել համարյա երկրից դուրս։ Մեր մայրն է մեզ այնպես դաստիարակել, որ պետքա, եթե քույր ու եղբայր ենք, դա պետքա լինի ուրեմն այնպես, որ ոնց ասած մի մատը 5 մատը մի մատը որ կտրես, էլի արունը կգա, չէ, այտենց ասած, էլ այտենց խոսք են ասում, բայց դեռ մանկուց այդ ամեն ինչը մեր մեջ սերմանվելով մենք մեծացել ենք։ 4 երեխա ենք ընդհանուր, 2 եղբայր, 2 քույր։ Ու մինչև օրս գնում է այդ ամեն ինչը այտենց ու կգնա մինչև երևի մեր կյանքների վերջ։ Մի մասնիկ ենք բոլորս էլ մի տան մեջ, այդ ամեն ինչը էլ եմ ասում փոքրուց է եկել ու մենք հնես չի որ իրար հետ ծառայել ենք ու պատերազմ ենք անցել, նոր ենք սկսել ավելի մոտիկանալ, մեզ բոլորն է ճանաչողները գիտեն էլի որ մենք էդի մանկուց ենք այդ ձև մեծացել ու այդ ձև սերմանվել է մեր մեջ։ Ու հիմա այդ ամեն բանը տալիս ենք մեր երեխաներին։ Միասին եք ապրում հիմա։ Միասին ենք ապրում։ Ձեր եղբոր ընտանիքի հետ։ Հա, բոլորս միասին ենք։ Ես եմ, եղբայրս է, մեր կանայք, մեր երեխաները, մայրս եւ հայրս։ Բոլորս միասին ապրում ենք մեկ հարկի տակ։ Սոնա, ինչպիսի հայրիկա վարազդատը։ Վարոն իդեալական, իմ համար Վարոն իդեալական է, թե հայր, թե ամուսին։ Իրանք իրար հետ շատ կապված են Լեոն ու Վարոն։ Ես տեսակցությունների մեջ տեսա Լեոն, որ ինչ-որ բան ուտում է, papayin անպայման տալիս է։ Անպայման, եթե ինքը ուտում է մի հատ կոնֆետ, առաջինը տալիս է իր papayin, մյուսը ինքն է ուտում, կարա եւ ինքը չուտի, ամբողջ տա իր papayin։ Դեռ երևի են որ ամսեկաններ է լինում այդ ժամանակից մենք իրեն ասել ենք որ papan առաջնայինն է, papan լավն է, մենք միշտ պետք է առաջինը տանք papayin, հետո նոր մենք ուտենք ու այդպես Լեոյիս մեջ տպավորվել է, հիմա ինչ էլ որ լինի, կլինի հաց, կլինի կոնֆետ, առաջինը պետք է տա իր papayin, հետո նոր ինքը ուտի։ Բայց ես տեսակցություն տեսա որ դուք օթապարիկով թռնում էիք, այդ ինչ որոշում էր, ինչի որոշեցիք դա էլ անել։ Կարելի ասել երազանք նշեմ, երազանքներից մեկն է եղել էդի, հա, պատերազմի դաշտում ես ում հետ որ եղել եմ պատերազմի դաշտում, այդ տղաներից մեկը հենց այդ պարապլանիստ մասնագետ էր, կատակով սենց իրար հետ խոսեցինք, ասեց հենց առաջ ասված որ այստեղից ողջ գնանք, ես այդ երազանքներից մեկը ես ինքն էր ասում ինձ էլի կկատարեմ, իրար հետ կթռնենք։ Հա, ու այդպես ստացվեց։ Ողջ կարելի ասել բոլորս էլ եկանք հասանք մեր ընտանիքներին ու այդ երազանքը այն որ ես շատ էի ցանկանում շատ էի ուզում Հարութ անունը հա այդ տղայի Հարութը հա իրականացրեց ինձ եկավ մեր տանից վերցեց կարելի ասել պաշտոնական ձևով հա մեր գյուղի հենց այդ դիմացի բարձր սարից հենց գնացել ենք այդտեղ ու Այն ոնց ասած պայմաններին ծանոթացել եմ թե ոնց է դա, ոնց պետք է ինձ պահեմ, հենց թռնելու պահին, հենց իջնելու պահին, այդ ամեն ինչը ես հասկացել եմ ոնց պետք է անեմ ու ասել ենք Աստված մեր հետ ու մենք բարձրացել ենք օդ ու շատ լավ ստացվել է ու ես շատ մեծ ադրենալին եմ ստացել։ Վարազդատ ինչ երազանք ունեք հիմա։ Այդ մի երազանքը իրականացրել եք Լեոն ծնվել է։ Իմ ամենակարևոր ու գլխավոր երազանքներից մեկը նա է ու կարելի ասել ամեն անգամ այդ երազանքի մասին ես խնդրում եմ Աստծուց, որ ամենակարևորը դա երկրին խաղաղություն, որ բոլոր մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ, ամենակարևորը դա։ Հավատացեք, մեծ պատերազմից հետո 20 թվական պատերազմից հետո արդեն իմ կարծիքով բոլոր գիտակից մարդկանց միտքը ու երազանքը կարելի ասել էտա դարձել որ պետքա լինի ամենակարևորը խաղաղություն որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ եթե լինի այդ ամեն ինչը մնացածը արդեն առնող ստեղծող արարող մարդը կանի իսկ ձեզ համար ինչ եք երազում անհատապես ձեզ համար տեսեք իմ համար ես հավատացեք հիմա որ ասեմ այդպիսի երազանք չկա որ ես երազեմ իմ համար որ լինի տեսեք ձեռքեր չունեմ բայց ես չեմ երազում որ ձեռքերից լինի որովհետև դա մի քիչ հա իրականությանը մոտ չեմ ուզում դարձնեմ էլի իմ համար էլի եմ ասում այնա որ կուզեմ տեսնեմ խաղաղ երկինք բարեկեցիկ ապակա մեր երեխաների համար այդ եմ ուզում տեսնել Սոնա դուք ինչ երազանք ունեք
Ինչ երազանք ունեմ, որ պատերազմ չլինի։ Միակ երազանքս է դա։ Մնացածը բոլորը առաստված կկատարվի, Բայց դուստր չի ուզում չլինի։ թե թեմայով չեք խոսել։ Չէ, ես նշեմ, ես այդ հարցին պատասխանեմ, հա։ Իմ ասելու մի քիչ։ Հա, ես այդ հարցին պատասխանեմ, դե ձեզ մոտ որ եկել էինք, կհիշեք, գիտեինք արդեն որ երեխա պետք է ունենանք, ես միշտ սպասում էի աղջիկա։ Սրտատրոպ ինքը։ Միշտ ասում էի պետքա լինի աղջիկ, աղջիկ ես ինքս էլի, որ լինի աղջիկ, մայրիկիս անուններ կդնենք էլի Լիաննա, այդպես որ իմացանք տղայա, հա, հիմա այն որ կուզեմ արդեն աղջիկ լինի, որովհետև առաջնեկը մեր տղայա, փառք Աստծուն, մեզ պարգևել է այնպեսի բալիկ, որ ամեն օր էլի շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ պարգևել է մեզ այսպեսի հրաշք տղա։ Երկրորդն է որ արդեն աղջիկ լինի, այն որ Քանի երեխա եք պլանավորում ունենալ։ Այդպեսի պլանավորում չի եղել, խոսակցություն չի եղել, հա, բայց Սոնա դու քանի երեխա եք ուզում։ Ես կուզեմ մի աղջիկ, մեկ տղա։ Տղան ունեմ, Աստված պինդ ձեռքով պահի, մի աղջիկ էլ ունենամ, բավական է։ Թող Աստված տա այնքան, ինչքան ուզում են, բայց իմ Լեոին թող Աստված պինդ ձեռքով պահի, մի աղջիկ էլ ունենամ ու Դեր կյանքա դեմներս այն տարիքում ենք, որ միգուցե այնպեսի փուլ հասնենք, որ ոչ թե երկուսը, այլ երրորդն է, չորրորդն են, որ ասած աղբորը եղբայրը այդ սկզբունքը, որ մենք աղբորն աղբերապետ, քրոջը քույր։ Մենք որ մենք մեր ընտանիքում 4 երեխա են, 2 եղբայր, 2 քույր են, որ այդ բանով էլի դրա համար եմ ասում, բայց դրա համար էլ եմ ասում, խոսելը դեռ շուտ է, կգա ժամանակը առաստված ամեն ինչներ կլինի։ Բայց այդ հիմա պրոթեզի հարցը ինչ փուլում է։ Նոր պրոթեզ եք նորից փնտրում, թե պատրաստում են, թե պլանավորում եք դրսից պատվիրել, ինչ փուլում է հիմա։ Այն փուլում է, որ այն պրոթեզները, որ ես հիմա ունեմ, 5 տարի ժամանակով է։ Այսինքն արդեն տարին լրացել է 5 տարին, պետք է նորը տրամադրվի։ Մենք հանդիպել ենք, էլի, սրտապնախարարի տեղակալի հետ այդ պրոթեզների հարցը։ Հարմար չէ։ Չէ, դա հարմար չէր, բոլորն էլ արդեն գիտեն ինչն է, որ ինձ հարմար չի եղել, ինձ վրա հագտող մասն է, որ ինձ հարմար չի եղել։ Ես հիշում եմ, բերել եք նախորդ։ Բոլորին տեղյակ պահել եմ։ Հիմա այս նոր պրոթեզների հարցով ասեմ, բոլոր պրոթեզարանների հետ հանդիպել ենք, ներկայացել են նորագույն պրոթեզները, բայց էլի ես դեռ չեմ գտել դրանց մեջ ինձ հարմարը, որովհետև ես իմ կարևորագույն հարցերից մեկը տվել եմ, էլի, եթե ասել եմ իմ վրա հագնող մասը պետքա նորից նույնը լինի, այսինքն այն ինչը որ ես ունեմ հիմա։ Անիմաստ։ Հա, անիմաստ է, էլի դրա վրա գումար ծախսել, որովհետև ոչ թե արդեն ֆունկցիոնալությունն է այս դեպքում, այլ ինձ վրա հագնող մասն է ու հարմարավետությունն է։ Ճիշտ, թող քայլի։ Իսկ իրանք պատասխանել են դեռ այդ ձևով է։ Հա, հիմա ես ինքս ուզում եմ հասկանամ, եթե կա հնարավորություն, որ դրսում լինի, նաև նշեցին, որ պետքա սերտիֆիկատի ձևով տրամադրեն մեզ պրոթեզի գումարը։ Այսինքն արդեն մենք որոշենք, որ մեկ հետ կհամագործակցենք։ Հիմա այդ փուլի մեջ ենք։ Դեռևս վերջնական որոշումը չեն կայացրել։ Հա դուք սպասում եք որոշմանը։ Այո, ես սպասում եմ որոշմանը, որ ես ինքս հասկանամ, այսինքն ես չեմ ուզում էլի երկրորդ անգամ եւս շտապեմ ու չլինի այնպես, որ ես նորից չհարմարվեմ, էլի նորից դժգոհություններ արտահայտեմ ու նմանատիպ խոսակցությունների առիթ տամ, ես դա չեմ ուզում եւս լինի։ Դատելով ձեր տեսակից, այն մարդկանցից չեք, ովքեր հակված են բողոքել միանգամից, ջանք չթափել, որ վստահաբար դուք թափել եք բոլոր ջանքերը, որպեսզի հնարավոր լինի կրել։ Եթե հնարավոր չի եղել, ուրեմն իսկապես կա խնդիր։ Այո, ես նաև էլ եմ նշել, որ ես տեսակով այնպեսին եմ, որ ես հարմարվում եմ ամեն ինչին։ Եթե ես հարմարվում եմ, գիտակցում եմ, որ դա պետք է հարմարվեմ, ուրեմն հարմարվում եմ։ Եթե որ փորձում եմ չի հարմարվում, այսինքն դա արդեն ինձական չի, էլի այդ խնդիրը, մեխանիզմից է, այդ սարքելու խնդիրն է։ Ես իրանց ասել եմ, եթե նմանատիպ ձևով արդեն պետք է լինի նոր պրոթեզը, իմ համար պետք չի որ այդ պրոթեզները լինեն օրինակի համար 30 ֆունկցիա անող։ Իմ համար պետք է թող լինի 10 ֆունկցիա անող ամենապարզ բաները։ Հա, կամ 2 ֆունկցիա անող, բայց վերև այս ինձ հագցնող մասերը ավելի հարմար լինի ինձ, որ ես կարողանամ դա օգտագործել։ Ես այդ ձև բացատրել եմ, էլի պրոթեզարանների մասնագետներին։ Հիմա դերևս սպասում ենք հասկանանք տենանք ինչ են ասելու։ Կլինի թե չի լինի։ Ամենադժվարը որ պահն է, Վարազդատ։ Դժվար իրականում շատ բաներ կա, որը որ ես
չեմ ցույց տալի, բայց դժվարություններ շատ կան էլի։ Անկամ նաև նշեմ այն, որ ես ճիշտ է ոտքերով մեքենան վարում եմ, փառքաստում ինչը որս ոչ մի Միջադեպ բան չի։ չի եղել, բայց ամեն դեպքում ես գիտակցում եմ էլի, որ ձեռք չի ոտա, հա, ղեկին որ գնում եմ ոտա, հա, ռիսկերը շատ կան։ Ուղղակի ես էլի եմ ասում, առաստված հավատը, որ շատ է լինում մարդու մեջ, էլ չի նայում էլի, որ ոնց է։ Եթե հավատում ես ու այդ հավատը իրական հավատ է, այդ ամեն ինչը հաղթահարում ես, չես նայում էլի, մարմնի որ մասերով ես դու ղեկը բռնում։ Բայց ընդհանուր դժվարություններ շատ կա, չեմ ուզի նշեմ ինչ դժվարություններ, արդեն դա հասկանալի կլինի, էլի իմ կարծիքով ինչ դժվարություններ։ Կանչենք Սոնային, միասին փակենք հաղորդումը։ Որ ես ասում եմ Լեո արի գրկեմ, ես գալիս եմ, ասենց ելնում ես այդ ձեռքով այս ուսից պահում եմ, ես տենց եմ էլի։ Լեո կգաս։ Արի գնանք այնտեղ նայենք, չեմ վերցնի ձեռքից, տարի, չեմ վերցնի, խոսք եմ տալիս։ Բայց դա ձեր հաջորդ ձեռքբերումը, որ տեսնելու ենք, որն է։ Հաջորդ անգամ ինչ առիթով ենք հանդիպելու։ Չեմ կարող ասել, հավատացեք, այդ ինձ բանա, որ այսօր ոչ մեկս էլ մեր վաղվա օրը չենք իմանա ինչ կլինի, դրա համար ես չասեմ հաջորդ ձեռքբերումը որը կլինի, բայց իմ կարծիքով լավ բան կլինի։ Սոնա ինչ ունեք ավելացնելու։ Ավելացնեմ, որ բոլորը թող հավատան, թող սիրեն ինչքան հնարավոր է շատ ու թող հավատան Աստծուն, որ Աստծո գործերը միևնույնն է անքննելի են։ Եթե Աստված որոշել է, որ այդպես է լինելու, միևնույնն է այդպես է լինելու։ Հավատք առ Աստված, սեր դեպի իրար ինչքան հնարավոր է շատ։ Շնորհակալություն։ Քանի որ ես հաղորդման սկզբում ասացի, որ Ֆարաստատը գրկում է Լեոյի, ես կուզեմ, որ այդպես էլ ավարտենք։ Լեո ջան, արի դե գրկեմ գնում ենք, հա։ Բան իջի, պապան թող քեզ գրկի գնում ենք դու։ Ես ասենց գազ գրկեմ, հա։ Հերախոսը, գրկում, արի գրկեմ։ Դզում աշորը։ Արի ես գրկեմ, Լեո ջան։ Դու գնա թող պապան գրկի, ես իրանք կվերցնեմ։ Գնացինք, հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լեո, ստեսություն։ Լեո, կեցեք։ Ստեսություն ձեզ։